Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալում լարվածությունը հասնում է նոր, ավելի վտանգավոր մակարդակի, որտեղ արդեն ոչ միայն հարաբերություններն են բախվում, այլ նաև հերոսների առողջությունն ու ապագան են հայտնվում վտանգի տակ։ Հունանի բանտից դուրս գալը կարծես նոր փուլ է բացում սյուժեում, նա վերադարձել է, բայց արդեն ուրիշ իրավիճակում։ Իր շուրջն ամեն ինչ փոխվել է, իսկ մարդիկ, որոնց նա փորձում էր վերահսկել, հիմա ապրում են իրենց կյանքով։ Նրա վերադարձը անխուսափելիորեն բերելու է նոր բախումների, հատկապես Ավոյի հետ, քանի որ նրանց միջև չլուծված հարցերը միայն կուտակվել են։ Մյուս գծում Գրիշոյի և Մանանի հարաբերություններն ավելի են բարդանում։ Գրիշոն կարծես փորձում է պաշտպանել Մանանին, նրան տանելով Հելենի տուն, որպեսզի նա ապահով լինի, բայց Մանանը չի համաձայնվում։ Նրա խանդը, վիրավորվածությունն ու սեփական հպարտությունը թույլ չեն տալիս ընդունել այդ քայլը։ Սա շատ կարևոր պահ է, որովհետև ցույց է տալիս, որ Մանանը չի պատրաստվում ապրել ուրիշի պայմաններով, անգամ եթե դա իր սիրելի մարդու առաջարկն է։ Այս ամենն աննկատ չի մնում Դավիթի համար, երբ նա իմանում է, որ Գրիշոն եկել է և Մանանը նրա հետ հեռացել է, նա չի կարողանում զսպել իրեն։ Դավիթն այն կերպարն է, ով սովորաբար լուռ է, զուսպ, բայց երբ խոսքը գնում է ընտանիքի մասին, հատկապես քրոջ, նա դառնում է կտրուկ ու անզիջում։ Նրա գնալը Գրիշոյի տուն արդեն իսկ կանխատեսում է լուրջ բախում։ Այստեղ տեղի ունեցած ծեծկռտուքը սերիալի ամենալարված դրվագներից մեկն է դառնում։ Սա պարզապես կռիվ չէ, սա կուտակված զայրույթի, անհասկացվածության և տղամարդկային հպարտության բախում է։ Դավիթը պաշտպանում է իր քրոջ պատիվը, Գրիշոն իր զգացմունքները։ Երկուսն էլ իրենց տեսանկյունից ճիշտ են, բայց իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Սակայն ամենածանր հետևանքը կրում է Լեոն։ Արդեն նախորդ միջադեպից հետո, դեռ լիովին չապաքինված, Լեոն կրկին հայտնվում է բախման մեջ։ Նրա օրգանիզմը, որն արդեն թուլացած էր, չի դիմանում նոր հարվածներին, և հենց այստեղ է առաջանում ամենամտահոգիչ զարգացումը՝ նրա տեսողության հետ կապված խնդիրները։ Այն փաստը, որ Լեոն կարծես չի տեսնում, շատ լուրջ ազդանշան է։ Բռնցքամարտիկի համար տեսողությունն ամենակարևոր գործոններից մեկն է։ Եթե դա իսկապես վնասվածք է, ապա դա կարող է ոչ միայն ժամանակավոր խնդիր լինել, այլ նաև ամբողջ կարիերայի ավարտի պատճառ։ Հնարավոր է, որ Լեոն ժամանակավորապես կորցնի տեսողությունը, այո, սյուժետային առումով դա շատ հավանական և դրամատիկ քայլ է։ Այդպիսի զարգացումը կարող է ունենալ մի քանի կարևոր հետևանք։ Լեոն ստիպված կլինի կանգ առնել և վերաիմաստավորել իր կյանքը, նրա և Լեայի հարաբերությունները կարող են ավելի խորանալ և հակառակը կոտրվել, ընտանիքի վրա ընկած բեռը կդառնա ավելի ծանր, իսկ ամենակարևորը՝ նա կկանգնի իր կյանքի ամենամեծ պայքարի առաջ, ոչ թե ռինգում, այլ իրական կյանքում։ Եթե սցենարը գնա այս ուղղությամբ, ապա Լեոյի կերպարը կդառնա ավելի խորը և հուզիչ։ Նա արդեն պայքարում է արտաքին աշխարհի դեմ, հիմա ստիպված կլինի պայքարել իր ներսի խավարի դեմ։ Այս ամենի ֆոնին սերիալն ավելի ու ավելի է հեռանում պարզապես մարտերի թեմայից և դառնում է մարդկային ճակատագրերի մասին պատմություն։ Այստեղ յուրաքանչյուր հարված ունի իր հետևանքը, յուրաքանչյուր որոշում իր գինը։ Հեռուստադիտողները հիմա ամենաշատը սպասում են հետևյալ հարցերի պատասխաններին. կվերականգնվի Լեոյի տեսողությունը, ինչ կանի Դավիթն իր քայլերից հետո, կշարունակի Գրիշոյի ու Մանանի հարաբերությունները և ամենակարևորը, ինչ նոր քայլեր կանի Հունանն ազատության մեջ։ Մի բան արդեն պարզ է՝ Գոյամարտում ամեն ինչ դեռ նոր է սկսվում, և առաջիկա սերիաները լինելու են առավել ծանր, հուզիչ ու անակնկալներով լի։ Այնպես որ բաց մի թողեք հնարավորությունը առաջինը լինել տեղեկացված։ Միացեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հեռուստասերիալի հետ կապված նորությունները, քանի որ հեռուստասերիալում իսկապես թեժ է լինելու։ Սեղմիր զանգակ կոճակը, որպեսզի չկորցնես առաջինը տեղեկացված լինելու քո հնարավորությունը, իսկ հեռուստասերիալում իսկապես լարվածությունը հասնում է գագաթնակետին։ Հեռուստադիտողների մեծ մասը մեղադրում է Մանանին, որ եղբայրներին նման ծանր իրավիճակում է թողել, բայց մի մասն էլ արդարացնում, քանի որ տանը բոլորը տղամարդիկ են ու ոչ ոք չի փորձում հասկանալ Մանանի զգացմունքները, ոչ ոք չի փորձում տեսնել, թե ինչ է կատարվում իրականում Մանանի հոգու խորքում։
Մանանը սիրում է Գրիշոյին և բնականաբար նա դեռ չգիտի, թե իրականում ինչ է կատարվել: Չնայած այս պահին դա քիչ հավանական է, որ ինչ-որ բան կփոխի Մանանի զգացմունքների մեջ, բայց ամեն դեպքում Մանանը փորձում է իսկապես սիրել ու սիրված լինել: Նա Գրիշոյի մեջ տեսնում է ոչ միայն սիրած տղամարդուն, այլ ապահով ու երջանիկ ապրելու հնարավորություն: Մանանի կարծիքով հարուստները երբեք մտածելու բան չեն ունենում ու որևէ խնդիր չեն ունենում: Իհարկե, թե ինչքանով է այդ ամենը իրականությանը համապատասխանում, դա այլ հարց է: Պապիկը հիվանդանոցում է, առողջական վիճակը բավական լավ, բայց նա փնտրում է Դավիթին, իսկ Դավիթը որոշել է հարցերը լուծել Հունանի որդու հետ: Իսկ թե ինչպիսի զարգացումներ կլինի հետագայում, ցույց կտա ժամանակը: Մնացեք մեզ հետ ու հետաքրքիր գաղտնիքների բացահայտումները հաստատ չեն ուշանա: